Ժողովուրդ ջան, բարի օր, բայց չիմացաք, պարզվում է Հայաստանը այնքան ժողովրդավար պետություն է, որ արտգործնախարարի պաշտոնին թառած Արադ Միրզոյանը դեռ 30-ի գնա ելույթ ունենա եւ Ճոռոմաբանի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններում, խոսելով մի երկրի մասին, որտեղ տասնյակ քաղբանտարկյալներ կան, որտեղ չկա գեթ մեկ ֆունդամենտալ ազատություն եւ իրավունք, որը չի ոտնահարվում, որտեղ ընտրությունները սկսել են կեղծվել ընտրություններից 4-5 ամիս առաջ։ Նա մեջ է բերում Freedom House-ի 2025 թվականի զեկույցը, աղավաղելով այն եւ խաբելով փաստացի ոչ միայն հայ ժողովրդին, նաեւ միջազգային հանրությանը, որովհետեւ Freedom House-ի 25 թվականի զեկույցը արձանագրում է առաջինը, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը ունեն ցածր լեգիտիմություն եւ ինքնիշխանության ցածր մակարդակ, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը անարդյունավետ է, իշխանությունների կոռումպացվածությունը փաստ է։ Այս զեկույցն եմ ցիտում, որը կդնեմ այս վիդեոյի տակ, որտեղ կրթական համակարգը բարձր քաղաքականացվածության աստիճան ունի, որտեղ Հայաստանի դատական համակարգը խայտառակ վիճակում է եւ սա արձանագրված է Freedom House-ի զեկույցում։ Ահա այսպիսի ժողովրդավարություն էր գովում Արադ Միրզոյանը։ Էլ չասեմ այն հատվածի մասին, որտեղ նա խոսում էր Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ձեռի հետ հիշատակելով մեր 19 հայրենակիցներին, նա ռիսկ ու պլոճիկ չուներ խոսելու ավելի կոշտ, պահանջելով մեր հայրենակիցների ազատ արձակումը։ Նա չքննադատեց այն խայտառակ դատական process-ը, որով մեր հայրենակիցները դատապարտվում են կամ ցմահ կամ 20 տարի ազատազրկման։ Արարատը խոսեց նաև ցեղասպանությունների միջազգային խնդիրների մասին, մոռանալով, որ հենց Հայաստանի կառավարությունը եւ իր արտգործնախարարությունն են հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գետնով տալիս, ջրում այդ process-ը, որ Հայաստանը 15 թվականին Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի օրացույցում մցրեց ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օր հասկացությունը, որի հետ կապված Հայաստանի ԱԳՆ-ն վերջի տարիներին նույնիսկ հայտարարություն չի անում։ Իրականում Հայաստանը դառնում է Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար պետություններից մեկը եւ բացարձակ զարմանալի չէ, որ նրանք եւ Ալիևեն իրար ջանգյուլում են ձոնում միջազգային ասպարեզներում։ Եվ Նիկոլը եւ Ալիևը Եվրոպայի խորհրդի վերջին ամենազզվելի բռնապետերն են կապի մեջ։